Էդո ջան, ախպեր, քեզի որ տարա հիվանդանոց, դու ախր ոչ թուղթ ունես ոչել։ Այդ հարցով Բալաբեկին ենք խնդրել, որ քեզ օգնի, թեյքեր անի։ Ախպեր կարեին քեզ դեպորտ անեին։ Հələ չեմ էլ ասում, որ կարեիր մեռած լինեիր։ Դրա համար պետքա շնորհակալ լինենք հենց Բալաբեկին։ Շնորհակալ եմ քեզ ախպեր ջան։ Ես քո լավության տակից դուրս կգամ։ Էդո ջան, շնորհակալի բան չկա։ Ես էդի սրտանց եմ արել։ Էդո, ճիշտն ասած, մի քանի բան կա քո հետ խոսալու։ Եկել ենք, որ քո հետ խոսանք։ Լսում եմ հովո ջան, կարանք խոսանք։ Բջե, Աստված ինչքան է քեզ շատ սիրում։ Հայկո, օրենքով գող, թագադրվել է 2008 թվականին, դատապարտվել է 2 անգամ։ Արա հիմա մի հատ հարիֆ ելներ, սատկի գնացել էր։ Հայկո, որ ճիշտ են ասում էլի, ասված գողերին պահում ախպեր։ Ախպեր, հենա Աստված քերոպներին լավ աշկով է նայում։ Հենա վառապացույցը, պուլյան մտան մեջը թելով սաղ մնացիր։ Հայկո ջան, Աստված քեզ ուղարկեց ախպեր, որից փրկես։ Դու Աստծո կողմից ուղարկված մարդ ես ախպեր։ Իմացի, օրը կգա մի օր, ես եմ քեզ փրկելու։ Ես քո դաժնիկն եմ ախպերս։ Բջե, հիմա ես ու դու երկու ախպերներով նստած զրուցենք անում։ Ախպեր, ոնց որ վրեդ մուտիլովկա է ֆռում, չեմ հասկանում, ուզում են քեզի փուռը տան։ Բայց չորնի ասածների մեջ մի բան նիտո է։ Մի բան են չի։ Հայկո ջան, իսկ կոնկրետնի փուռը տվին ախպեր։ Արա չորնին իմ մանկության ընկերն անգեր։ Արա դու գիտես ես այդ տղու հետ ինչ միջով եմ անցել։